Թո Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տեր օրհնա բոլորիդ։ Այսօր Տերը նույնիսկ մի կարևոր տեղ ա դրվել, որ այսօր մենք պետք է նայենք Տիրոջ խոսքը, Տիրոջ գործը մեր բոլորի կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան, որտեղ բաներ կա, որ մեր կյանքի մեջ, որ մենք ապրում ենք այս հավատքի կյանքի մեջ, չէ՞, ժողովուրդ ջան, մենք բաներ կա, ուրիշ բաներ ենք սպասում մեր կյանքի մեջ, ուրիշ, բայց մենք է տեսնում ենք Աստված ավելի լավագույն անում մեր կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Դա համար Աստծո իրաց գործը քո կյանքի մեջ եւ իմ կյանքի մեջ լավ իմացի, ամենալավագույն անում։ Կարող դու չես էլ պատկերացնում Տիրոջ գործը քո կյանքի մեջ։ Մենք այն անգամ խոսացինք, որ այսօր մենք ինչ ենք տեսնում, տեսադաշտը։ Նայում ենք, մարդը չի ապաշխարում, բայց արդեն տարիներով աղոթում ենք։ Հիվանդություններ կա, չի բժշկվում, բայց տարիներով աղոթում ենք, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն տեսադաշտը միշտ ցույց է տալում, որ դեռ չկա։ Բայց հավատք ասում է, հավատա, տղաս ջան, աղջիկ ջան, ես քեզ հետ եմ, ես քո փրկիչն եմ, ես քո Տերն եմ, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Աստծո գործը, որ Տեր անում է մեր բոլորի կյանքի մեջ, շատ անգամ մենք չենք էլ հասկանում, սիրելի ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ, որ ստեղ ուզբեկներ կային, որ ստեղ գալում են մեր մոտ աշխատելու, ես որպեսզի դուրս իրան քաջ չուտեն, ես հրավիրում էի մոտ էլի, գալում են ստեղ, նստում ենք, վերջը իրանք իրանց հացը բերում էին։ Ես էլ հացի ժամանակ կանգնում եմ, աղոթք եմ, իրանք էլ իմ հետ աղոթք են անում, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Այս ուզբեկները։ Եվ հաց էինք ուտում, վերջը Տիրոջ խոսքից մի օր հիշում եմ, երբ որ իրան կանչի պաշտամունք, այս ուզբեկին, ասես կկա, ասի դե լավ, ասեն արդեն ասել էի, մի շաբաթ իրիկուն եմ երևի զանգես, մի հատ էլ տաշնի տանեմ, ասեց ձյաձ Արմեն, ասեց շլվարս լվացել եմ, շլվար չունեմ, ասի շլվար է կտամ, սիրելի ժողովուրդ ջան, ասեց սառոշկես էլ եմ լվացել, ասեց սառոշկեն է կտամ, բաչե ձյաձ Արմեն չեմ կրա գա, դե լավ, որ չես կրա գա, ոչինչ, ժողովուրդ ջան, ինչու համար եմ այս խոսքը բերում, սիրելի Աստծո ժողովուրդ, բաներ կա, որ Տեր Հիսուսը ավելի լավագույն անում, ժողովուրդ ջան։ Վերջ ասի, բայց կրանք քեզի գանք այցելենք, ասեց հա, կրա գաք, սիրելի ժողովուրդ ջան։ Ես հետագայում հասկացա Տիրոջ գործը, այն որ Տեր անում է, նա բարին անում եւ սուրբ անում։ Դա պատական չէ, որ այդ մարդը չկրծավ գար այդ տղեն, այդ ուզբեկը պաշտամունքի, ժողովուրդ ջան։ Եթե այդ ուզբեկը գար պաշտամունքի, մենակ ինքն էր գալու, սիրելի ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մենք եղբոր հետ գնացինք իրանց տուն պաշտամունքին, այնտեղ 3-4 հոգի նույնից ուզբեկներ կային, սիրելի ժողովուրդ ջան։ Ես հետագայում հասկացա, որ Աստծո գործը այնքան կարևոր է, այնքան լավագույնն է, որ Աստված նաև ուզեցավ այն մարդկանց հետ է խոսեր։ Այդ բոլոր ուզբեկներին Աստված սիրում է, ժողովուրդ ջան։ Ինչ համոզեցի, որ ինքը գար պաշտամունքի, բայց Տիրոջ գործը ուրիշ է, բոլորիս կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Աստված տեսավ, որ այնտեղ էլի հոգիներ կան, որոնց հետ պետք է Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, ով պիտի խոսա։ Աստված ինձ ու քեզ ուղարկում էս մարդկանց հետ խոսալու, սիրելի ժողովուրդ ջան։ Աստված այսօր մեզ բոլորիս ասում է, որ դու պետք է խոսես իմ մասին այս մարդկանց հետ, ժողովուրդ ջան։ Մենք ինական խոսացինք, որ այսօր շատ կարևոր բան է մեր վարմունքը մարդկանց հետ։ Որ այսօր մեր առօրվա կյանքի մեջ, երբ որ մենք շփվում ենք մարդկանց հետ, որքան կարևոր է իմ ու քո վարմունքը այս մարդկանց հետ, ժողովուրդ ջան։ Կարող այսօր դու ինքան Աստծո խոսք խոսաս մարդկանց հետ, բայց եթե վարմունք չունեցար, այդ խոսքը ոնց որ արդեն այն օգուտը չի տալու։ Ոնց որ այդ խոսքը դու վերցնես ու թափես։ Բայց Տիրոջ խոսքը, որ նա մտնում է մարդու մեջ, այդ քո վարմունքով, այդ քո ամեն վարվելակերպով, չէ։ Այս ամեն խոսքը մարդկանց վերքերը բուժում է, մարդկանց հույս է տալու, մարդուն հավատք է տալու, ժողովուրդ ջան։ Դա համար Տեր Հիսուսը երբ որ եկավ երկրի վրա, նա բերեց կյանք բոլորիս համար։ Այսինքն այսօր մենք տեսնում ենք մարդիկ ուրիշ ձև էին պատկերացնում Տիրոջ գալը երկրի վրա, ժողովուրդ ջան։ Ինչու՞ մինչև հիմա եվրեները չեն ընդունում Հիսուսին։
Այո, շատեր արդեն շատերը, որոնք արդեն շատ քչերը, որոնք ընդունում են Հիսուսին, բայց շատերը դեռ չեն ընդունում ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսանք, որ ինչ արեց Աստված, երբ որ իրանք չընդունեցին, Աստված մեծ ողորմություն արեց։ Սիրելի ժողովուրդ ջան։ Ես որ խանութում մի հատ ուզբեկի հետ խոսում, ասում եմ Հիսուս այդ բոլոր ժողովուրդը իրա հրյա ժողովուրդ է, մենք բոլորս ուզբեկ, տաջիկ, ռուս, մենք այս բոլոր ազգերը եղել ենք, քեթանոսներ ենք եղել։ Նրա ժողովուրդ Աստծո, մենակ հրյա ժողովուրդն է, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մենք տեսանք Աստծո ողորմությունը մեր բոլորի կյանքի մեջ։ Այսօր Աստված ուզում է քո վերքերը բժշկի, քո ներսի հավատքը բժշկի։ Նա իրա ուզածով է անում մեր բոլորի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այն որ մենք ենք ուզում, բայց Տերը լավագույն անում, ծեր ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ ասենք, որ այսօր որքան կարևոր է մարդկանց փրկության հարցը, ծեր ժողովուրդ ջան։ Որտեղ մենք այսօր շատ անգամ թեկուս մեր եղած առօրյա կյանքի մեջ չէ, վերջ ապրում ենք, հավատքի մեջ ենք, պաշտամունք ենք գնում, վերջ աղոթում ենք, արթում ենք, վերջը մարդկանց հետ ենք շփվում, բայց Աստված տենում է իմ ու քո ներսը։ Եթե նա մի բան տեսավ քո ներսը, որ դեռ կարգին չի հավատքի մեջ, ժողովուրդ ջան, նա ուզում է բերա ինձ ու քեզ հասցնա կատարյալ հավատքի մեջ։ Այսօր մենք բոլորս, որ այս ճանապարհ անցնում ենք, ժողովուրդ ջան, մենք մի բան ենք տեսնում, բոլորս է կարիք ունենք Քրիստոսին։ Ես հավատում եմ ամեն լուրջ հոգևոր մարդը, թե իր ընտանիքի մեջ, թե որտեղ որ ինքը լինի, ինք իր ներսն է նայում։ Որ ես քո կարիքը ունեմ, Հիսուս ջան։ Ինձանից սկսա այս ամեն փոփոխությունը, ժողովուրդ ջան։ Սա ամենակարևոր հարցը, որ Աստված ուզում է մարդու մեջ իր գործն ու աշխատանք անի։ Որ այսօր Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ տեսնեն, ամեն մարդ տեսնի իր մեջի կարիքը Քրիստոսի, որ ինքը դեռ շատ պակաս է հավատքի կյանքի մեջ։ Շատ թերավադություններ կա մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, շատ բաներ կա մենք ուզում ենք, բայց Աստծո ուզածը ուրիշ բան է իմ ու քո կյանքի մեջ։ Դամար Աստված այն ամեն բան անում է իմ ու քո կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, նա անում է իր ուզածի պես, որը դա ամենակարևորն է, ժողովուրդ ջան։ Դամար ինչու համար այսօր մենք բոլորս աղոթում ենք մեր ընտանիքների մարդկանց ապաշխարության համար, ժողովուրդ ջան։ Կարող է շատ մարդիկ ուշադրություն դարձնեն մարդկանց բժշկության վրա, ժողովուրդ ջան, բայց հոգևոր դաշտը թողում են։ Իմ կյանքի մեջ եղավ, երբ որ տվյալ մարդուն ես ասի Հիսուսը քեզ բժշկում է, ժողովուրդ ջան, կբժշկարա բժշկի, դուք չեք ասում, այդ խոսքը ոնց որ զորության դուրս եկավ շրթունքներից։ Այս երիտասարդ տղա էր, ինվալիդ պետք է մնար, ժողովուրդ ջան։ Ես էլ ակին տարի առաջ, ես էլ հավատքի մեջ դել կան մի քիչ ոնց որ քաշվում էր, վերջը ղեկավարի տղա երեդի չեսենք։ Հետաքրքիր է, մի բան հասկացա, այս տղեն հետագայում սկսեց քայլել։ Բայց այս մարդը չիմացավ, որ իրան Հիսուսը բժշկեց։ Այսօր այս մարդը կարող է մտածի, դե վերջը հրաշք կատարվավ, ասենք, այս մի բան եղավ, չեսենք, բայց այսօր այս մարդուն ես կրծի պատմե Քրիստոսի մասին, ժողովուրդ ջան։ Եվ միջիմա, որ ես մարդկանց հետ որ շփվում եմ, մարդկանց մի հատ պետք է ներկայացնեմ Քրիստոսը, մինչև Աստծուն չներկայացնեմ մարդուն, ես ուրիշ բան չեմ խոսում այս մարդուն, ժողովուրդ ջան։ Որպեսզի մարդը տեղյակ լինի Քրիստոսի, կարող է մարդը լսի Հիսուսի մասին, ժողովուրդ ջան, Աստված իր բժշկություն անում այս մարդու կյանքի մեջ, որտեվ Տերն է բժշկում այս բոլորիս, ժողովուրդ ջան։ Դամար այսօր թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Այսօր շատ կարևոր է, որ այսօր Աստված իմ ու քո կյանքի մեջ իր գործն է ուզում անի, որպեսզի քո մեջի հավատքը Աստված ավելի զորացնի, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք ինչու համար մարդը իրան մեղավոր չի տեսնում, ինչու է դիմացինին տեսնում, ժողովուրդ ջան։ Այսօր որ մենք նայում մենք ինչ ենք տեսնում, սիրելի ժողովուրդ ջան, Աստված ինձ ու քեզ է հասկացնում, Աստծո նպատակը, որ երեխեքի միտքը բացի, մեր միտքը լուսավորի, սիրելի ժողովուրդ ջան։ Այս աշխարհը կարող է շատ բաներ չհասկանա, այս աշխարհը մա շատ բան փակ մնա։ Բաներ կասված մեր կյանքին, որ մեր մեջ մի բան անում է, Աստված ինձ ու քեզ է
Ասում են որ դու մանուկ ես, կատ ես ուտում, բայց որ մեծանում ես, դու պետք է կատ չուտես։ Սա քո համար է։ Այս ամեն բանը, որ Աստված մեզ հասկացնում է, Ժողովուրդ, սա մեր օգտի համար է, մեզ աճեցնելու համար է։ Տեղեր կա պարագա կարող դու չես գրում համբերես։ Քո ոնց որ հունից ուզում ես դուրս գաս, ներսդ կրակը վառվում է։ Բայց դու հասկանում ես, դա լավ բան չի։ Հասկանում ես, դու Աստծուն դա անհաճելի բաներ է, երբ որ քո ներսը դուրս է գալու այդ հունից, Ժողովուրդ։ Ըլնում է պարագա, որ մարդը չի կարողանում։ Եվ Աստված այսօր մեզ ամեն մեկից բերում է, հասկացնում է, որ մենք ուշադիր լինենք մեր ապրած կյանքի մեջ։ Դա ինձ ու քեզ համար է, որ դու փոխվես, որ դու մաքրվես, Ժողովուրդ ջան։ Դա մարդ Տիրոջ ծրագիրը, որ նայում ենք բոլոր մարդկության հանդեպ, Աստծո ծրագիրը, որ բոլոր մարդկանց Աստված ուզում է փոխել, Ժողովուրդ ջան։ Իմ ու քո կյանքը Տեր ուզում է փոխի։ Ես ու դու ենք հասկանում։ Այնվա ես խոսացի բժշկության մասին, բայց այսօր ես որ մարդկանց հետ շփվում եմ, ներկայացնում եմ Քրիստոսին, Ժողովուրդ։ Սա ինձ համար է պետք։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ կարող վկայած լինեմ, Ժողովուրդ, մեր հարևանը որ հիվանդ էր, մահամեր էր, պես տարի խելոքեկին էր, պես շնորհքով, Ժողովուրդ։ Մարդը իշքան էլ շնորհքով լինի, բոլոր մարդկանց փրկություն է պետք, լավ իմացեք։ Իշքան է մարդը խելոք լինի, հանգիստ լինի, մեկ այդ բոլոր մարդկանց Քրիստոսն է պետք։ Մեր երեխեքին էլ է պետք Քրիստոսը, որտեղ Աստված այդ երեխեքին իշքան է սիրում, ասել թողեք այդ երեխեք ընծիկան։ Դա համար այսօր մենք մեր երեխեքն էլ ենք հանձնում մեր Աստծո ձեռքերի մեջ։ Տեր Աստված մեր երեխեքին բերում է քո ձեռքերի մեջ, դու պահես։ Դաժե այն երեխեքը, դաժե որ դեռ չեն ծնվել, այդ երեխեքի համար են աղոթք անում ծնողը, Ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի Ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ Աստված ամեն բան իմ ու քո կյանքի մեջ ավելի կատարյալ անում, ավելի լավն անում։ Որտեւ Աստված ուզում է իր երեխեքը առողջ հոգևոր կյանք ունենան, առողջ։ Որպեսզի ես առողջ կյանք ունենամ, ես պետք է ունենամ Աստծո կամքի մեջ ապրեմ, Աստծո սիրո մեջ պետք է մնամ։ Ես առաջինը պետք է տեսնեմ իմ ներսի կարիքը, Ժողովուրդ ջան։ Մենք ոչ մեկին չենք կրա փոխի։ Դու այսօր ոչ մեկին չես կրա փոխի։ Դու մենակ կրաս աղոթես եւ Աստծո խոսք վկայես։ Եվ քո վարմունքով, որ այս մարդուն ներսը Տերը կարա փոխի, Ժողովուրդ ջան։ Պետք է Աստված գա տվյալ մարդկանց փոփոխության համար, Ժողովուրդ ջան։ Ընդամար Տեր ինչ անում, Տեր այսօր ամեն մեկից բերում է մի ընթացք, որ մենք ինչ անենք, որ մենք հոգ անենք այս մարդկանց համար եւ աղոթենք, Ժողովուրդ ջան։ Եվ Աստված մարդու ներսը փոխում է։ Կարող մեզ թվա, որ տարիներ կա, որ մենք աղոթում ենք շատ մարդկանց համար, շատ հոգսերի համար ենք աղոթում, եւ տեսնում ենք մարդիկ չեն փոխվում, մարդիկ դեռ չեն ապաշխարում։ Միգուցե այսօր հնարավոր է կարիք է, ես ինձի հարց տամ ասում, Տեր Աստված, ինչի իմ ընտանիքը չի փոխվում։ Միգուցե գտնեմ իմ ներսը պրոբլեմը, Ժողովուրդ ջան, հնարավոր է դա լինի մարդու կյանքի մեջ։ Հնարավոր է ես հարց տամ, Տեր Աստված, ինչի իմ ընտանիքը չի ապաշխարում, ինչն է պատճառը։ Դու ինձ հայտնա, որ ես հասկանամ, միգուցե ես պետք է կարիք կա դրանցից մի բան հասկանալու, քեզանից սովորելու, Հիսուս ջան։ Սրանք շատ կարևոր է, որ դու պետք է հարցնես Աստծուն, Ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում, որ 100% դու մեղավոր ես, բայց այսօր բաներ կա, դու պետք է ունենաս Աստծո հետ կապ։ Տեր Աստված, ինչու իմ ընտանիքը չի ապաշխարում։ Ինչն է պատճառը, դու ինձ հայտնա։ Միգուցե քո աղոթները շատ թույլ է, միգուցե քո ներսը չկա այդ ցավը, միգուցե քո ներսը չկա այդ հոգատարությունը քո ընտանիքի համար, որ քո այն արտասուքները թափի քո ընտանիքի համար, որ այդ մարդիկ ապաշխարեն։ Շատ անգամ ես տեսնում եմ, որ շատ մարդիկ հավատքում են, հարմարվում են իրանց ընտանիքները անապաշխարելու համար, Ժողովուրդ ջան։ Իրանք արդեն հարմարվել են, մեկը չի ապաշխարում, իրանց աղոթներն ուժը չունի, այն զորությունը չունի, այն հավատքը դեր ոնց որ մարդու սկսում է թուլանալ, Ժողովուրդ ջան։ Ոնց որ մարդիկ հարմարվում են այդ կյանքի մեջ։ Բայց Աստված ուզում է, որ դու դրա կարիքը կարևորը տեսնես, որ այս մարդկանց փրկությունն է պետք։ Այ վաղ Աստված ինձ ու քեզ էլ կհարցնի։ Եթե քո տան մեջի հավատքի մարդը դու ես, լույսը դու ես,
Պատերը չի ասի քեզ աղջիկ ջան, տղա ջան, լար տենա։ Ինչ պակաս բաներ ենք մեր արել մեր կյանքի մեջ։ Ինչու մեր լույսը չի երևում շատ անգամ մեր ընտանիքների մեջ, ժողովուրդ ջան։ Ալնումա պարագա, որ մենք տեսնում ենք մեր լույսը չերևա մեր ընտանիքների մեջ։ Այո, կողից մարդ չի տեսնում, ես իմ տունն եմ։ Գրամ գորամ է ճվամել։ Ոչ եղբայր կա, ոչ քույրի կա, որ կողից տենա։ Սեժոր, իմ կյանքի մեջ շատ եղել, երբ որ մարդ ենկան իր հավատքի կյանքից իր դուրս եկած, ասենք այն բորբոքված վիճակ են, վատ վիճակ ասենք անհավատի պես էլ ասենք, բայց այն որ տեսավ ինձի դարավ գարի պես, ժողովուրդ ջան, սա հավատ չի, սա ցավալի է, ես էլ եմ, ով ուզում է լինի, ժողովուրդ ջան, հավատքի մարդը ինքը որտեղ որ լինում է, ինքը հասկանում է, որ իր հետ Աստված կա, կարող է դու տանը մենակ ես, շատ հնարավոր մարդիկ տան մեջ հենց իրար հետ կռվեն, ժողովուրդ ջան, մարդ իր տան մեջ կռվի բոլոր մարդկանց հետ, ում որ այսօր չունես, տանդ մեջ մենակ նստած ես, մարդ չկա, բայց քո ներսը պատերազմ է, դու կռվում ես այս մարդու հետ, ընդրա հետ, սա հետ, սա հետ կռվում ես, բայց քեզի թողել ես, Տեր ասում աղջիկ ջան, տղա ջան, մի հատ քեզի նայա, քո ներս ինչքան կարիք է այսօր, որ Քրիստոս ապրի, ժողովուրդ ջան։ Դամար Տեր օրհնի բոլորիդ էլ ես մի քիչ Տիրոջ խոսքից կարդանք Սիրասո ժողովուրդ ջան։ Տեր օրհնի բոլորիդ էլ սիրելի ժողովուրդ ջան։ Մենք բոլորս է դրա կարիք ունենք։ Մենք բոլորս, թեկուզ մենք կարող Աստծո խոսք ենք խոսում, լավ իմացեք, մենք ձեզանից ավելի կարիք ունենք։ Այսօր բոլոր մարդկանց մեջ պատերազմ կա։ Ես քո մեջի պատերազմը չեմ տեսնում։ Ոչ է դու ես տեսնում մյուսի մեջի պատերազմը։ Որտեղ մարդու մեջ կա իր բնության դեմ պատերազմում է, որ իր բնություն շատ անգամ չի ուզում խոնարհվել, չի ուզում հնազանդվել ասում։ Եղբայր ջան, ես 10 տարվա, 20 տարվա հավատացել եմ, նոր դի խոնարհեմ, այո, ուզում ես 50 տարի եղի։ Քո ներսը կա մի բնություն, որը պատերազմում է, շատ անգամ չեն ուզում, ժողովուրդ ջան։ Այսօր դուք ձեր կյանքի մեջ կտեսնեք, շատ անգամ, որ Աստված մեզ ուզում է մեր կյանքի մեջ իր գործ անի, շատ անգամ մենք չենք ուզում։ Տեր ջան, ես մեղավորը չեմ, սա է մեղավորը։ Եվ այս անգամ մենք չենք կարողանում ներել մարդկանց, ժողովուրդ ջան։ Մենք որ տեսանք Տեր Հիսուս եկավ երկրի, ես իմ ժամանակ Տեր ես խոսքերը խոսում։ Երբ որ մենք տեսանք Տեր Հիսուս եկավ երկրի վրա, Աստված ով մեղավոր չէր Հիսուսը։ Ինչ մեղ կարեց որ Տեր Հիսուսը, ոչ մի բան։ Բայց այսօր մենք տեսանք իրան իշքան հագարակ մարդիկ էին դուրս գալու։ Աստված մարդկանց բժշկում էր, փոխանակ փարտ այն ասում, ընկնում են Տիրոջ ետևից, բա դու շաբաթ օրը բժշկում ես։ Ինչ անեն որ վնասեն, ժողովուրդ ջան։ Սա մարդու բնությունն է։ Դրա տեղը որ փոխանակ մարդիկ տեսնեն, փարտ այն ասում, շնորհակալություն հայտնեն, մարդու ներսը պատերազմ կա, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք այդ պատերազմը չի վերջանում, ժողովուրդ ջան։ Մենք որ տեսնում ենք Կայել Աբելի կյանքի մեջ, ժողովուրդ ջան, հետաքրքիր է, Աբելը մեղավոր էր, որ Կայենի զոհ Աստված չընդունեց։ Աբելը ինչ մեղավոր չէ խոսքի։ Ասենք Կայենի միտքը չբացվավ, այ մարդ էս աղբերս ինչ մեղավոր է։ Ու ինքը չի ասել Աստծուն իմս ընդունա, իմ աղբորս չընդունես, չէ։ Այսօր մենք տեսնում ենք ու Աբելը մեղավոր չէ, ժողովուրդ ջան։ Բայց Կայենի ներս այնքան չարությունը նախանձը շատացավ, որ իր ամբողջ ուշք ու միտքը փոխանակ Աստծո առջև զղջար, ներողություն խնդրեր, Տեր Աստված, իր սխալը հասկանար եւ ուղղեր։ Աստծո նպատակ այսօր մեր կյանքի մեջ շատ անգամ որ Տերը ցույց է տալում, որպեսզի իմ ու քո սխալը տեսնենք եւ մենք պետք է ուղղվենք, ժողովուրդ ջան։ Սրա համար, որ դու ուղղվես եւ ես ուղղվեմ, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Գործ Կարակելոց 3-րդ գլխի, ժողովուրդ ջան, առաջի խոսքից մի քանի խոսք կկարդամ։ Գործ Կարակելոց 3-րդ գլուխ առաջի խոսքից կկարդամ։ Ժողովուրդ ջան, ասում օրը Պետրոս ու Հովանես 9-րդ ժամում աղոթքի ատեն մեկտեղ տաճար գացին։ Ասում Պետրոս Հովանեսը գնա այդում էին տաճար աղոթելու, ժողովուրդ ջան։ Ասում հոն իր մոր որովայնեն կախ ծնաս մարդ մկար կբերեն ու ամեն օր տաճարի գեղեցիկ կոչված դրանքով կդնեն, որպեսզի տաճար մտնողներեն ողորմություն խնդրեն, ժողովուրդ ջան։
Մենք նայում ենք Աստծո խոսքը եկան հետաքրքիր է սիրել ժողովուրդ ջան։ Այս մարդը ի ծնեկ կաղ ծնված էր։ Այս մարդուն իր օրական բերում են այս տաճարի մոտ տնում էին, որպեսզի մարդկանցից ողորմություն խնդրեր։ Այս մարդու կյանքը սա էր։ Այս մարդը հասկանում էր, որ դու իրան ամեն օր պիտի բերեն, տաճարի մոտ տնեն եւ ինքը պիտի մարդկանցից ողորմություն ուզեր, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր մենք էլ շատ անգամ նայում ենք մեր կյանքի մեջ մի բան է դրված, մենք հասկանում ենք, որ դա է մեր կյանքի մեջ, այս ամեն ընթացքը, որ մենք անցնում ենք։ Այսինքն ամեն մարդ իր առօրյա կյանքի մեջ մի բան անցնում է, եւ դու շատ անգամ տեսնում ես, որ ամեն բան ոնց որ նույնն է լինում։ Եվ դու մտածում ես ամեն բանից պետք է նույնն էլ գնա։ Ժողովուրդ ջան, մենք տեսանք, որ այս մարդը կաղ ծնված մարդ էր, եւ այս խելին անտար բերում էին տաճարի մոտ, որպեսզի մարդկանցից ժողովուրդ ջան ողորմություն խնդրեր։ Եվ մենք տեսնում ենք Աստծո գործը, մենք մի քիչ առաջ խոսացինք, որ Տիրոջ գործը ուրիշ է մարդու կյանքի մեջ։ Այն որ Տերն է անում, դա մեր գաղափարի բանը չի ժողովուրդ ջան, թե նա ինչ այնում քո կյանքի մեջ։ Քո մտածմունքը այդ հարցի լուծումը դու տեսնում ես էդի է։ Դու էծև ես տեսնում։ Այս կաղը տեսնում էր, որ իր ամբողջ ընտած ինքը պիտի բերեր դեր նստեն, ինքը մարդկանց ողորմություն խնդրեն, նույնիսկ տանեն իր տունը ժողովուրդ ջան։ Այն անտեսնելով Պետրոս եւ Հովանես, որ տաճար մտնելու վրա են, կաղաչեր, որ ողորմություն տան։ Հետաքրքիր է, երբ որ այս կաղը տեսավ, ասում է Պետրոսին, Հովանեսին, ասում է աղաչում էր, որ իրան ողորմություն տան։ Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստծո իրաց ողորմությունը ուրիշ բան է։ Աստծո որ մարդու կյանք է փրկում, Աստված մարդուն բերում է դեպի ավելի կատարելության, ավելի բժշկության է բերում։ Այն որ ինքը սպասում էր, իր սպասածը չի կարևոր։ Այն որ այսօր քո կյանքի մեջ ինչ-որ մի բանի դու սպասում ես, դա չի կարևորը։ Կամ մի բժշկության ես սպասում, կամ մի բան է, Տերը ավելին է անում քեզ։ Ինչ-որ մի հարց կա, որ լուծում չկա, դու ինչ-որ մի մտածում ես, այդ հարցը այս բանով լուծվի, Տերը ավելին է անում իմ ու քո կյանքի մեջ։ Այդ հարցի լուծումը։ Ժողովուրդ ջան, այս մարդը չէր է պատկերացնում, այս մարդուշկու միտքը որ գարդեն նստեն տանենը դե ինքը մարդկանցից ողորմություն էր վերցնում, որտեղ այս մարդը ինվալիդ էր, այս մարդը չէր կարող աշխատել։ Տեսնելով Պետրոս եւ Հովանես, որ տաճար մտնելու վրա են, կաղաչեր, որ ողորմություն տան։ Ժողովուրդ ջան, ասում է Պետրոս Հովանեսին հետ մեկտեղ անոր նայեցան ու սավ, մեզի նայե։ Ժողովուրդ ջան, ասում է Պետրոս Հովանես այս մարդուն ասում է մի հատ մեզի նայա։ Ժողովուրդ ջան, այսինքն մարդկանց հայացքը ուղղում է դեպի իրանց, որպես այս մարդիկ պարտավոր են Աստծո խոսք խոսալու։ Դա մանած մի հատ մեզի նայա։ Ժողովուրդ ջան, եւ այսօր շատ անգամ մարդիկ հո կյանքի մեջ տենում են Քրիստոսին, ասում են այ մարդ դու են սովորական մարդ ես։ Բա ինչը քեզ փոխեց։ Այս մարդիկ ոնց տեսան, որ դու սովորական մարդ ես։ Որտեղ մարդու կյանքի մեջ կա Աստծո զորություն կա, Տիրոջ ներկայությունը քո կյանքի մեջ կա, ժողովուրդ ջան։ Եվ ասես մեզի նայե։ Աննալ դեպի անոնց դարձավ ու կհուսար, թե անոնցմե բանը պիտի առնե։ Այս մարդու ուշք ու միտքի հույսը նայ մեր այս մարդկանց, այս մարդը մտածում էր, որ մի բան իրանցից կառնի։ Այս մարդու ուշք ու միտքը սա էր ժողովուրդ ջան, որ ինչ-որ մի բան այս մարդկանցից կառներ։ Ալնումը պարագա մեր կյանքի մեջ բաներ կա, որ մենք էլ ենք դա տեսնում։ Մեր կյանքի մեջ առօրյա կյանքը որ դու ապրես, ոնց որ ամեն բան նույնն է, ոնց որ մի բանի դու սպասում ես այդ բանին։ Ժողովուրդ ջան, բայց որ մենք տեսնում ենք Աստծո գործը բոլոր մարդկանց կյանքի մեջ, ժողովուրդ ջան, ուրիշ բան է։ Աստված ավելին անում։ Ես որ այդ ուզբեկին կանչի որ չեկավ պաշտամունքի, ինչու համար Աստված որտեվ տեսավ այնտեղ էլի ուզբեկներ կար, ժողովուրդ ջան։ Հետո ես հասկացա ինչու համար այս մարդը չեկավ պաշտամունքի։ Ինչը շլվար եղեր, շլվարը կրանք տակ, ամեն չէ կրանք տենինք, ժողովուրդ ջան։ Հայ ես համոզում է այս մարդուն, համոզում է,
Բայց Աստծո գործը ուրիշ է։ Հենց մարդը նայում էր Պետրոսին, ով նա սպասում էր, որ մի հատ ողորմություն դիրանցից ստանա, ժողովուրդ ջան։ Այս մարդը չէր պատկերացնում Աստծո գործ իր կյանքի մեջ։ Այս մարդու գաղափարից վեր էր, որ Աստծո գործ կա իր կյանքի մեջ, որ ինքը չի տեսնում։ Նաև բաներ կա կարող է դու չտեսնես Աստծո գործը քո կյանքի մեջ, բայց Տերը անում է իմ ու քո կյանքի մեջ իր գործը։ Նա անում է եւ հետո դու ես հասկանում, որ Աստծո գործ կա քո կյանքի մեջ, նա ամենալավագույնն անում, ժողովուրդ ջան։ Այս բային այս մարդը չէր հասկանում, այս կաղ մարդը, թե ինչ պիտի կատարվի իր հետ, ժողովուրդ ջան։ Այս մարդու ուշքու միտքը, որ սպասում էր, որ մի ողորմություն կտար Պետրոսն ու Հովհաննեսը, ժողովուրդ ջան, իրանց։ Եվ դա համար մենք Աստծուն փառավորում ենք, որ Աստված ավելին է անում իմ ու քո կյանքի մեջ։ Նա ավելին անում ու լավն անում, ժողովուրդ ջան։ Երբ որ Աստված գալում է խառնում է մեր կյանքի մեջ, նա ուզում է մեր կյանքը ուղի եւ շտկի եւ հաստատի իր խոսքի մեջ, նա քո ներսը ավելին անում։ Նա քո մեջ բերում է ավելի հավատք, ավելի լուսավորություն, որ դու ավելին ես տեսնում քո Աստծուն, քո կյանքի մեջ, քան թե դու պատկերացնում ես։ Ժողովուրդ ջան։ 6-րդ խոսքը ասում է Պետրոսավ, արծաթ ոսկի չունիմ, հապա ինչ որ ունեմ, զայն քեզի կուտամ։ Ժողովուրդ ջան։ Պետրոս ասում էր, ես արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ եմ տալու։ Այսօր ամեն մեկս մեզ հարց տան։ Տեր Աստված, բա մենք ունենք այսօր դա։ Ես ունեմ այդ հավատքը, այդ հաստատությունը իմ կյանքի մեջ, որ մեկ է կարանք ասենք, ինչ որ ունենք, քեզ ենք տալու։ Ով մարդիկ, ով անհավատ մարդիկ, որ այսօր դուք լսում եք Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Եվ Տերը օրհնա ինձ էլ քեզ էլ բոլորդ է ժողովուրդ ջան։ Հապա ինչ որ ունեմ, զայն քեզի կուտամ։ Նազարոց Հիսուս Քրիստոսի անունով ելի ու քայլե, ժողովուրդ ջան։ Այս մարդու գաղափարի բանն է, չէ՞ որ այս մարդիկ այսպես դիրանց ասեն, ժողովուրդ ջան։ Այս մարդու ուշքու միտքը ողորմություն առնելն էր, ժողովուրդ ջան։ Այսինքն մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, երբ որ Աստված մի գործ անում, դա մեր կյանքի բանը չի։ Մենք ուրիշ ձև ենք պատկերացնում, բայց Աստված լավագույնն անում, ժողովուրդ ջան։ Այս մարդը չէր պատկերացնում, որ հանգարց իրան ուրիշ բան կասեն։ Այս մարդը սպասում էր, գոնե մի ողորմություն կդան, ժողովուրդ ջան։ Ասում եմ, անոր աջ ձեռքեն բռնեց ու վերցուց զանիկա, ու իսկուն անոր ոտքին թատերը ու կոչերը զորացան, եւ վերջ ցատկելով կայնեցավ ու քայլեց, եւ անոնց հետ տաճար մտավ, քայլելով ու ցատկելով եւ Աստված օրհնելով։ Սիրելի ժողովուրդ ջան, մենք տեսանք Աստծո գործը այս կաղ մարդու կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որ այս մարդու ուշքի միտքը ուրիշ բան էր։ Այս մարդը գիտեր, որ ամեն օր իրան պիտի բերեն տնեն տաճարի մոտ, մարդկանցից պիտի ողորմություն առնեն, ժողովուրդ ջան։ Այս մարդու տեսադաշտը սա էր, իր առօրյա կյանքը սա էր։ Այս մարդու կյանքից, հավատքից դաժե վեր էր, որ ինչ-որ մի հրաշք պիտի կատարվի իր կյանքի մեջ։ Այսօր քո կյանքի մեջ հրաշք կա կատարվում։ Կարող դու չպատկերացնես, բայց Աստված իր հրաշքը կատարում է քո կյանքի մեջ։ Շեր ժողովուրդ ջան, որտեղ Աստված մեր կյանքի մեջ ավելին անում, ասում է վեր ցատկելով ու քայլեց անոնց հետ։ Այս մարդու համար իշքան ուրախություն էր այսօր դա, ժողովուրդ ջան, երբ որ Աստված այս մարդու ոտքերը բժշկեց։ Արդեն այս ոտքերը ցատկում էր, սիրելի ժողովուրդ ջան։ Աստված կարող ինձ ու քեզ տա դաժե հավատքի ոտքեր, երբ որ այդ քո հավատքի ոտքերը դաժե ցատկում են, վազում են մարդկանց օգնելու, ժողովուրդ ջան, մարդկանց պատմելու Քրիստոսի մասին, որ բոլոր մարդիկ ճանաչեն Հիսուսին, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք Աստծո գործը մարդու կյանքի մեջ ուրիշ է, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլորս էլ սիրասոր ժողովուրդ ջան։ Եվ 9-րդ խոսքը բոլոր ժողովուրդը տեսան զանիկա
որ կքայլեր ու Աստված կօրհնի։ Գիտեն տա ան ողորմության համար տաճար գեղեցիկ կոչված դրանքով կնստեր, զարմանքով ապշուծավ լեցան այս եղած բանի համար Ժողովուրդ։ Մենք այսօր տեսանք այս բոլոր մարդիկ գիտեն որ այս մարդուն բերում էին դնում են դեր ողորմություն առնելու համար Ժողովուրդ։ Այս մարդիկ հրաշք տեսան, Աստծո գործ տեսան Ժողովուրդ։ Դամար թոտերը օրտնա բոլորսիրը Ժողովուրդ, երբ որ Աստծո գործը կա իմ ու քո կյանքի մեջ, շատ մարդիկ կզարմանան։ Այսօր շատ մարդիկ զարմանում, երբ որ մարդը փոխվում է, երբ որ մարդու կյանքի մեջ գալու է հավատ, որ այդ ոտքեր արդեն վազում է տաճար։ Այդ ոտքերը վազած արդեն մտավ տաճար աղոթելու Աստծուն, փառավորելու Ժողովուրդ։ Այն վատ այսօր որ մենք կաղում ենք, Տերը երբ որ մեզ բժշկեց, մեր ոտքերը արդեն վազում էր դեպի տաճար աղոթելու, դեպի Աստծո տունը, Ժողովուրդ, Աստծուն փառավորելու եւ պաշտելու համար Ժողովուրդ։ Դամար Տերը թող բոլորս էլ օրհնի, սիրելի Ժողովուրդ, Տերը օրհնի, որ այսօր ամեն մեկის կյանքի մեջ Տիրոջ հրաշքը կատարվում է, Ժողովուրդ։ Մեր սպասումներից Տերը ավելին անում, Ժողովուրդ։ Ես հավատում եմ շատերը տեսած կլինեք։ Պարագակա, որ այսօր այդ տեսադաշտը, որ այսօր տեսնում է, որ այդ հոգսից դուրս գալը կամ այս խնդրից դուրս գալը երևի երկ չկա էլ։ Կամ ինչ-որ մի հիվանդությունից բժշկությունը ոնց որ էլ երկ չկա։ Սա մենք տեսնում ենք, Ժողովուրդ, շատ անգամ։ Բայց Տերը անում է ավելի լավը, Ժողովուրդ։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, Տերը բոլորս էլ զորացնի, Ժողովուրդ։ Տիրոջ անունը փառավորվի, սկանոկը վերջացնենք։ Թող Աստված օգնի ինձ էլ քեզ էլ, որ իր հրաշքը որ միշտ կատարվի իմ ու քո կյանքի մեջ։ Այն որ Տերն է ուզում անի իմ ու քո կյանքի մեջ, Ժողովուրդ։ Սա ամենակարևոր հարցն է, երբ որ Տերը իր աշխատանք անում իմ ու քո կյանքի մեջ, իր գործն է կատարվում։ Ինչքան է մեղավոր լինես, ինչքան է քեզի վատ տեսնես, Աստված քեզի իր կյանքի լույսն է բերում, որպեսզի դու տեսնես, որ քո կյանքի մեջ կա Քրիստոս, որ քո կյանքի իմաստը Իսուսն է, Ժողովուրդ։ Դամար Տերս էլ օրհնի բոլորս իր Ժողովուրդ, սկանոկը վերջացնենք, Տիրոջ խոսքը